Քրքիր հարց եք տալիս, որով Հայաստանի տրամադրություններից, այսինքն մարզերում տրամադրությունները մի փոքր այլ են, Երևանում մի փոքր այլ է, բայց մինչ ձեր հարցին պատասխանելու, ուղղակի ուզում եմ մի դիտարկում էլ անել, միայն Երևանի փողոցները չեն այս վիճակում։ Երեկ ես գնացել եմ Սպիտակ եւ վերադարձել եմ, դա լուրջ փորձություն էր, ընդ որում այդ ճանապարհը վերանորոգվել էր նախորդ տարի։ Ես հաճախ եմ գնում Սպիտակ գալիս եմ, նախորդ տարի մենք պարբերաբար շրջանցում էինք հիմնական ճանապարհը, որովհետև հիմնական ճանապարհը վերանորոգվում էր։ 3 խայտառակություններ այդ ճանապարհին։ Այսինքն դու պետք է բան անես, անընդհատ մանևրես, դուրս գաս հանդիպակաց գից, վտանգելով եւ քո եւ արջևից եկողների կյանքը, որպեսզի ընթացքում մեքենադ չկոտրես եւ չմնաս ճանապարհին։ Ուզում ասեմ, սա միայն Երևանին այլևս չի վերաբերում, սա վերաբերում է ամբողջ Հայաստանի Հանրապետության, որտեղ խոսում են մասին, որ այս մարդիկ պարզապես մսխել են հերթական անգամ փողերը, մարդկանց համոզել են, որ գիտեք, մենք ձեզ համար ասֆալտ ենք անում, այս 30 տարի ասֆալտ չունեք, եկել ենք ասֆալտ անող իշխանություն եք, եւ հետո հասկացվեց, որ նույնիսկ այս հարցում կառավարման լուրջ խնդիրներ են ունեցել, ըստ էության այո, մսխել են գումարները։ Հիմա գալով Երևանցուն, այո, Երևանցին ամեն օր իր առօրյայում տեսնում է այս իշխանությունների կառավարման ողջ պերճանքը եւ թշվառությունը։ Այսինքն, եթե դու ամբողջ ձմեռ չես կարողանում մաքրել ճանապարհները ձյունից, մարդիկ ամեն ձյան հետևանքով դառնում են լուրջ խցանումներ, խցանումների հետևանքով դառնում են լուրջ վթարներ, հետո ձյունը հալվում է, մեկ էլ հայտնվում են փոսերը ու նորից այդ խցանումներ, վթարներ։ Դու տեսնում ես, որ Երևանը գնալով դառնում է պարզապես այսպես քարե քաղաք, որտեղ որ այս քարերը պարզապես կախվում են քեզ վրա եւ այլն, դու տեսնում ես, որ Երևանը ապրելու համար այլևս պիտանի չէ։ Դու շնչում ես մի օդ, որը որ քաղցկեղածին է եւ ցավոք սրտի պետք է ասեմ, որ թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում քաղցկեղի աճը իսկապես ահռելի է եւ դրա պատճառները հասկանալի են եւ հետո գալիս են իշխանության բացատրությունները, հետեւյալն է, ձյունը հալվել է, բայց հիմա անձրև է գալիս, փողոցները չեն կարող բան անել, ասֆալտապատել։ Հետո բանը քամիներ են գալիս, քամիները այդ կեղտոտ օդը բերում են Երևան, չենք կարող ձեզ ապահովել այդ կեղտոտ օդից եւ այլն, դրան էլ զուգահեռ բան ծառերը կտրում ենք, ինչ որ շիվեր ենք տնկում, դե ապրեք այդ բան առանց կանաչ տարածության։ Այս ամեն ինչը Երևանցին տեսնում է եւ ես կարծում եմ Երևանցին իր առօրյայով դրա հետ կապված գնահատական տալու է։ Բայց միևնույն ժամանակ ես գիտեմ, որ հեսանտրություններից առաջ շատ ինտենսիվ սկսելու են այդ ասֆալտապատման աշխատանքները, շատ ինտենսիվ սկսելու են Երևանցուն համոզել, որ իրենք ապրում են ոչ թե աղտոտված օդով Երևանում, այլ երևի թե Նյու Յորքի են մեծ անտառ հիշեցնող այգում եւ փորձելու են համոզել, որ ամենալավը, որ կարող էին անել Երևանցու համար, իրենք են արել։ Եվ հետեւաբար աշխատանքը իհարկե պետք է շարունակվի, բայց իմ շփումների արդյունքում ես պետք է ասեմ, որ մարդիկ շատ լավ այդ ամեն ինչը տեսնում են, շատ լավ հասկանում են։ Հիմա ուզում եմ բարձրապես գալով նախորդ քննարկմանը անդրադառնալ մի քանի հարցի, առաջինը ինչ սպասել հունիսի 7-ից հետո, հունիսի 7-ի կյանքը հունիսի 7-ից հետո կախված է մինչև հունիսի 7-ը արկա մթնոլորտից։ Ինչպիսի մթնոլորտ ձևավորվեց մինչև հունիսի 7-ը, դրա արդյունքում էլ կունենանք հունիսի 8։ Այսինքն եւ քաղաքական հետագա զարգացումները եւ մինչ ընտրական զարգացումները պայմանավորված են մթնոլորտից եւ այդ մթնոլորտի ձևավորման հարցում իհարկե ամենամեծ անելիքը ունեն ընդդիմադիր ուժերը եւ այստեղ այո տարբեր հարցերում ընդդիմադիր ուժերը պետք է ունենան ներքին համաձայնեցումներ սկսած նրանից որ ընդդիմադիր ուժերը առաջին հերթին պետք է համագործակցեն ընտրողներին ընտրատեղամաս գնալու հարցում համոզելու այդ կարևոր գործում Եթե նրանցից յուրաքանչյուրը փորձեց առանձին դա անել, վստահեցնում եմ, մենք չենք հաջողելու։ Այստեղ միասնական օրակարգ պետք է լինի եւ միասնական ընդդիմությունը պետք է այդ հարցում կարողանա այսպես ճիշտ քայլեր կատարել։ Հաջորդ կարևոր քայլը, որ էլի պետք է լինի ընդդիմության մոտ համաձայնեցում, վերաբերում է ռեպրեսիային։
Այսինքն մենք չենք կարող նստել նայել, որ մի ուժի գործիչների նկատմամբ ռեպրեսիա է լինում, այն մյուս ուժին չեն եկել, չեն մոտեցել, դե լավ դա մեզ չի վերաբերում եւ այլ։ Իսկ այն, որ ռեպրեսիան գնալով ուժեղանալու է, վստահաբար, որովհետեւ միգուցե մինչեւ մայիսի սկիզբը մենք դրան ականատես չլինենք, որովհետեւ մայիսի սկզբին լուրջ միջոցառում են նախատեսում եւ բազմաթիվ եվրոպացիներին պետք է համոզեն, որ Հայաստանը ամենաժողովրդավարական երկիրն է եւ մեզ մոտ այսպես ապօրինի կալանավորվածներ չկան, բայց մայիսի հենց այդ միջոցառման ավարտից հետո մենք տեսնելու ենք շատ ավելի լուրջ ռեպրեսիվ գործիքների կիրառում այս իշխանությունների կողմից։ Գալով երեկվա միջադեպին չեմ կարող նրան չանդրադառնալ, ուզում եմ իրավական տեսակետից նաև անդրադառնալ։ Սաթիկը շատ կարևոր դիտարկում արեց, որ միջադեպից հետո անմիջապես պրոիշխանական մեդիան եւ չգիտեմ համակիրներ եւ միգուցե ֆեյքեր եւ այլն լծվեցին մի գործի, թե ոնց կարելի է հավատացյալ մարդուն եկեղեցուց դուրս հանել, այդ մարդը եկել էր աղոթելու։ Այո, մի падգամավորուհի, այո, մի падգամավորուհի հարցում էր արել։ Այո, դե գիտեք երկիրներ են, անկեղծ ասած երկիրներ են ChatGPT-ով կառավարում եւ եթե մի քիչ շատ լսեին, միգուցե կառավարման որակը այլ կլիներ, բայց գալով այդ միջադեպին ասեմ, որ անմիջապես հաջորդեց իրավապահների հաղորդումային մասին, որ երիտասարդների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի հոդվածով, որը նախատեսում է պատասխանատվություն ծառայողական եւ քաղաքական ուրեմն լիազորություններին կամ գործունեությանը խոչընդոտելու հոդվածով։ Սա մի այլանդակ նախադեպ է ստեղծելու, անկեղծ եմ ասում, որովհետեւ իրենք այդպիսի մի քանի հոդված ունեն, որոնց նախադեպերով տերորի են ենթարկում հասարակությանը, 3 այդպիսի հոդված ունեին, 4-ը ավելացրեցին։ Առաջինը ահաբեկչություններ, երբ որ մենք 18 թվականից հետո տեսել ենք ահաբեկչության հետ կապված բազմաթիվ գործեր, մեծ աղմուկ է բարձրացել, հետո այդ գործերը կորել են, փլվել են եւ այլն, բայց նստվածքը մնացել է։ Մյուսը դա հաջորդ հոդվածը հեղաշրջման կոչերն են, մենք ունենք բազմաթիվ այդպիսի քրեական գործեր, բացի հանրային դեմքեր հանդիսացող մարդկանցից, օրինակ ինչպես Միքայել Սրբազանն եւ վերջինիս ուրեմն արտահայտությունը որպես հեղաշրջման կոչ դիտարկվեց, Սավեր Կարապետյանի մի նախադասությունը հեղաշրջման կոչ որակվեց, բազմաթիվ ֆեյսբուքյան գրառումների համար սովորական քաղաքացիներ կանչում են ոստիկանություն եւ այս նույն հոդվածով փորձում են մարդկանց ահաբեկել։ Երրորդ հոդվածը խուլիգանությունն է, որը իրենք այսպես օգտագործում են վիրավորանքին համարժեք քրեական պատասխանատվություն սահմանելու համար, այսինքն եթե մարդը պարզապես մի արտահայտություն ան, որից դու կարող ես վիրավորվել, իսկ վիրավորվելու պարագայում պարզապես քաղաքացիայի իրավական գործընթաց պետք է սկսել եւ դիմես դատարան քո վիրավորանքի հետ կապված իրավունքները վերականգնելու, հիմա այլ բան են անում, այսինքն այդ վիրավորանք հիշեցնող արտահայտության համար խուլիգանության հանցակազմով քրեական գործ են սկսում։ Մենք էլի ունենք այդպիսի դեպքեր, այս պահին Վազգեն Սաղաթելյանը այդպիսի մի խայտառակ գործով քրեակատարողական հիմնարկում է։ Հիմա արդեն եկավ 4-րդը՝ ծառայողական եւ քաղաքական գործունեությանը խոչընդոտելը։ Եվ ստացվելու է մի բան, որ Փաշինյանը այս իր արդեն սկսած քարոզարշավի ընթացքում այն նարնջագույն քարտեզի ձեռքը մոտենալու է եւ եթե ինչ-որ մեկը ասել է դե հեռու գնա ինձանից, ես չեմ ուզում եւ այլն, ասել են խոչընդոտում է իր քաղաքական գործունեությունը։ Եվ ես նույնիսկ մտավախությունս այն է, որ նույնիսկ կարող է մարդկանց միջոցառումներին գնալ։ Իսկապես անհանգստություն ունեմ, որ մեծ հարսանիքներին կամ չգիտեմ ինչերին կվերցնի իր այդ խմբակը, իր թիմը, կմտնի այդ միջոցառման տեղը եւ երբ որ մարդիկ իսկապես անհանգստություն կհայտնեն, որ ինչ է եկել մեր միջոցառումը, կներեք հարամանում արտահայտության համար, ասելու են ծառայողական եւ քաղաքական գործունեությանը խոչընդոտում եք։ Սա իսկապես այլանդակություն է մեր իրավական համակարգում, սա խայտառակ նախադեպ է ստեղծելու եւ ես օրինակ կուզենամ տեսնել այն դատավորին, ով այսօր կամ վաղը, չգիտեմ, որոշում կկայացնի այս տղաների կանանքի վերաբերյալ։ Մենք այլ տիպի դատավորներ շատ ենք տեսել, որ ամենաայլանդակ չներն են կայացրել, մի հատ ավել, մի հատ պակաս, բայց այդ մտավախությունը, որ իր ոճի մեջ մտնում է
անկանխատեսելի բաները, ունենալ միասնական ինչ-որ անկոչ հյուրին հայտնվելու դեպքում միասնական վարքագիծ։ Իսկապես կարող ամենտեղ կար, այստեղ կար, մեկար միջոցառում, եթե չես հրավիրում գալիս է, ոնց ես պահում, ինքը գալիս է թիկնապահներով, իր ոստիկանական համակարգով, քննիչներով, դատավորներով, ինչ անես։ Եվ երկրորդ մի հատ սենց հարց, իսկ ճիշտ չի, որ ընդդիմադիր համակարգերը իրենք մտնեն հանրություն, ոչ անկոչ հյուրի, այլ ուղղակի դուրս գան դեպի ժողովուրդ եւ իրենք վերցնեն նաեւ այդ նախաձեռնությունն իրենից, ընդդիմադիր լիդերները իրենք գնան փողոցներ, մետրոներ, գյուղեր, տրանսպորտ, ինչի ենք վախենում մենք մեր սեփական հասարակությունից, ընդդիմադիր լիդերները իրենք քայլեն Երևանի փողոցներով, այդ նույն փոսերով, այդ նույն փոսերի մասին խոսեն, այդ պատրաստն են իր քայլերի եւ պետքա դու քո քայլերի համակարգ ունենաս։ Եվ մի հարց էսպիսին, քանի որ դուք խոսում էիք այդ կարճ հիշողությամբ քրեական գործերի, իմ մտքով անցավ, քանի քրեական գործ աղմկահարույց որ համեկերով բաներ գնում, պետական դավաճանության եւ այլ, այս երկրի կեսը գրեթե մեղադրվում էր, հետո մոռացվում են, ստեղծվում է տրամադրություններ, ստեղծվում է մթնոլորտ, մեր հանրային կյանքը ցավոք իսկապես շատ կարճ օրերի հիշողություն ունի։ Ես այն օրը նայում էի Ավստրիայում աշխատող կնոջ դիվանագիտական այդ պատմությունը, բարձվեց դատարանը փոխել է, մեղադրանքը փոխվել է եւ ամենևին պետական դավաճանության մեջ չէ, եւ ոչ ոք չի ասում այդ աղմուկը, այդ մարդու կյանքի թունավորման արշավը, այս թեմաները արժի խոսել նախընտրական փուլում, հասարակությանը արժի հիշեցնել, ինչ եք կարծում, թե ով հիշում է, արդեն հիշում է։ Ես կարծում եմ այս թեմաներին պետք է անդրադառնալ, որովհետև այնպես չի, որ մարդիկ աղմուկից հետո շարունակում են հետևել գործերի ընթացքին։ Այո, Հայաստանում պետական դավաճանության հոդվածով 18 թվականից, այնպես չի, որ բոլորովին վերջերս են, 18 թվականից, այնուհետև 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո եւ պետք էր բոլորին կարգել դավաճաններ, բայց սեփական պատասխանատվությունը չընդունել եւ մեղավորները բոլորն էին, բայց ոչ ինքը, այս process-ում շարունակվեց պետական դավաճանության հոդվածով բազմաթիվ քրեական գործերի հարուցումը եւ ես կարծում եմ, այո, մարդկանց պետք է հիշեցնել, պետք է ցույց տալ այդ քրեական գործերը, որոնք մեկը մյուսի հետևից փլվել են։ Պետական դավաճանության հոդվածներով հարուցված քրեական գործերով գրեթե չկան մեղադրական դատավճիռներ։ Այսինքն այս հոդվածները կամ վերավորակվել են, կամ պարզապես արդարացվել են մարդիկ, բայց դրանց հետ կապված հիշողությունը շատ կարճ է, աղմուկը հիշում են, երևույթը հիշում են, բայց process-ը եւ հետևանքները չեն հիշում։ Նույնը վերաբերում է ահաբեկչության գործերին։ Գիտենք, մի քանի այդպիսի ահաբեկչության հոդվածով գործեր են հարուցվել, գործերը փլվել են, այս պահին էլ 18 արդարների գործով քննվող գործ է, այսպես հատիկ ապացույցները բան են լինում, քանդվում են եւ մենք վերջում կտեսնենք իհարկե այս խայտառակության վերաբերյալ կայացվող որոշումը եւ բայց մարդկանց մոտ մնում է այն նստվածքը, որ առաջանում է այդ աղմուկի արդյունքում։ Այս մասին մեր հանրության հետ պետք է խոսել։ Ինչ վերաբերում է գործողությունների որոշակի այսպես ուղեցույցին, հա, ինչպես վարվեն մարդիկ այսպիսի իրավիճակում, ես ինքս այդպիսի մի հրապարակման հանդես եկա, որտեղ մարդկանց առաջարկում էի քայլերի հաջորդականություն, երբ Փաշինյանի կողմից հերթական Փաշինյանի եւ իր իշխանության ներկայացուցիչների կողմից հերթական սադրանքն է լինում, իհարկե մի քանի կարևոր քայլ կա, առաջինը չտրվել այդ սադրանքի բարդ է, իհարկե գրեթե անհնար է, որովհետև ես ինքս շատ հաճախ ինձ դնում եմ այդ մարդկանց տեղը ու ինքս չեմ պատկերացնում, որքան սառնասիրտ պետք է լինես, որ այդ սադրանքին չտրվես։ Հաջորդը պարզապես պետք է այսպես փորձել դիմել ոստիկանությանը։ Գիտեմ, որ արդյունքը այն չի լինելու, ինչ որ կարելի է ակնկալել, միգուցե նույնիսկ չեն էլ մոտենա եւ այլն, բայց դա է մնում եւ երրորդը պարզապես հասկանալ,
որ եթե հաջորդ օրը իրենց իշխանական յուրայինները հարձակում են սկսելու ձեր նկատմամբ, նրանք շատ քիչ են, որովհետև հանրային աջակցությունը շատ ավելի մեծ է, քան կարող են պատկերացնել։ Երրորդ հարցին անդրադառնամ, Փաշինյանը փաստորեն արդեն սկսել է այսպես սադրիչ գործողություններով մտնել այսօր եկեղեցի, վաղը հանրահավաքներին կգնա կխառնվի, մյուս օրը հարսանիքներին կգնա եւ այլն։ Այս պարագայում ինչ պետք է անեն ընդդիմադիրները, գիտեք, ընդդիմադիրները ի վերջո պետք է հրաժարվեն սենյակային այդ մթնոլորտում մարդկանց հետ շփվելու այդ բանից, պրակտիկայից, որ շատ երկար տարիներ ձևավորվել է եւ արդեն վաղուց ժամանակն է, որ այդ ընդդիմադիր գործիչները մտնեն պարզապես մարդկանց մեջ, խոսեն մարդկանց հետ, որովհետեւ այդ Նիկոլի ֆենոմենը կայանում է նաեւ նրանում, որ մարդիկ Նիկոլին տեսնում են որպես յուրային, հա, Նիկոլը իրենց հետ մոտենում է, իրենց հետ խոսում է, կինը մոտենում է, ասում աղջիկս երեխա չի ունենում, եկել ենք այդ հարցերը իրար հետ լուծենք, այսինքն մարդիկ պետք է տեսնեն, որ ընդդիմադիր գործիչները եւս անհասանելի չեն եւ իրենք էլ յուրային են իրենց համար։ Դա հասկանալի է, իհարկե հասկանալի է, բայց դա միևնույն է։ Ես համաձայն եմ։ Մոտիկ գնալը դա դեռ չի նշանակում, բան, պետք է նշել, որ իրենք ավտոբուսներով մարդիկ են տանում, յուրայիններին տանում են, մասովկան թամաշան ապահովելու համար, այդ այդպես չի, որ ժողովուրդը ուշքը գնում է իր համար, այդ այդպես չի, բնականաբար ունեն համակիրներ, բա իհարկե իշխանություն են, մեկը գարաժի հարց ունի, մեկը չգիտեմ ինչի հարց ունի, տեսակ մեկն էլ հղիանալու հարց ուներ, հա, բայց նաև պետք է մարդիկ զգուշ լինեն, որովհետև իրանք շարքերում կան մարդիկ, որոնք թքում են նաև որոշակի տարածության վրա, եթե դա ասեք։